Զորավարժություններ 2025 Բաքվի մարտական պատրաստությունը քաղաքական ուղերձ տարածաշրջանին։ 2025 թվականին Ադրբեջանը շարունակել է իրականացնել զորավարժություններ, որոնք հաճախ ունենում են քաղաքական ենթատեքստ, անուղղակիորեն հասցեագրված Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս վարժանքները ոչ միայն ռազմական պատրաստվածության միջոց են, այլև տեղեկատվական եւ դիվանագիտական ճնշման գործիք, տարածաշրջանում անվտանգության իրավիճակը ապակայունացնելու կամ սեփական քաղաքական հավակնություններին ծառայեցնելու նպատակով։ Բաքվի հակահայ օրակարգն այսօր կսկսենք Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններին անդրադարձով։ Ինչպես ամեն տարի 2025 թվականի հունվարի 20-ից փետրվարի 7-ը եւս Կարսի շրջանում Հայաստանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա իրականացվել են մեծածավալ թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Այդ զորավարժությունները թեև պլանային էին, բայց ունեին մի քանի առանձնահատկություն։ Վարժանքները կոչված էին մշակել հատուկ ձմեռային, ցրտաշունչ եւ դժվարամատչելի պայմաններում մարտական գործողությունները։ Այդ զորախաղերին ադրբեջանցիները մասնակցել են 404-րդ հատուկ նշանակության բրիգադով, ինչպես նաեւ Նախիջևանի 215-րդ բրիգադի զինանձնակազմով։ Վերջինը գրեթե միշտ ներգրավված է ադրբեջանական զորավարժություններում։ Դրանցից մեկը օրինակ կրում էր «Գիշերը անսպասելի հարձակում հակառակորդի թիրախի վրա» խորագիրը։ Այս նույն ժամանակաշրջանում զորավարժություններ են անցկացրել նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը։ Վարժանքների ընթացքում ստուգվել է Սու-25 եւ Սու-25ML գրոհային կործանիչների պատրաստությունը։ Տարբեր բարձրություններում կատարվել են բարդ աերոբատիկ հնարքներ, որոշվել են հակառակորդի սիմուլացված ցամաքային թիրախների կոորդինատները, իրականացվել օդային հետախուզական եւ այլ առաջադրանքներ։ Տագնապ հրամանով մարտական պատրաստության բերված ստորաբաժանումները քայլեր են ձեռնարկել քողարկման, ինչպես նաև ժամանակակից միջոցների եւ մեթոդների կիրառմամբ ինքնապաշտպանության կազմակերպման ուղղությամբ։ Ապրիլին Ադրբեջանի զինծառայողները մասնակցել են Կուրտարան 2025 միջազգային զորավարժությանը, որը անցկացվել է Մարմարիսում։ Զորավարժանքին մասնակցել են նաև Թուրքիայի ռազմածովային, ցամաքային, օդային ուժերը։ Եղբայրական պետությունների զորքերի այս միջոցառումը ուղղված է եղել համատեղ գործողությունների կատարելագործմանը։ Հաջորդիվ Ադրբեջանը մասնակցել է ՆԱՏՕ-Վրաստան 2025 զորավարժությանը։ Մասնակցել են նաև այլ երկրներ, այդ թվում Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ն։ Միջոցառումը նպատակ է ունեցել բարելավել զորքերի միջև համագործակցությունը եւ համատեղ գործողությունների պատրաստվածությունը։ ՆԱՏՕ-ի թեման շարունակելով Ատլանտյան դաշինքի օդային հրամանատարության շարժական ուսուցման խումբը Բաքվում անցկացրել է օդային գործողությունների պլանավորման եւ իրականացման դասընթաց Ադրբեջանի օդուժի անձնակազմի համար։ Ուսուցումը նպատակ է ունեցել բարելավել ՆԱՏՕ-ի օդային տարածքի կառավարման ընթացակարգերի եւ ստանդարտների վերաբերյալ գիտելիքները։ Այս տարի Ադրբեջանի զինված ուժերը մի քանի զորավարժություններ են անցկացրել պահեստազորայինների մասնակցությամբ։ Այս վարժանքները ներառել են զինվորական կարգապահության, մարտական պատրաստվածության եւ կրակային պատրաստության դասեր։ Դրանց ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին զեկուցվել է, որ զորավարժություններին ներգրաված տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերն իրականացնում են տարածքի հետախուզում եւ օպերատիվ կերպով մարտական կառավարման կենտրոն փոխանցում պայմանական հակառակորդի թիրախների տեղակայման եւ զրահատեխնիկայի տեղաշարժի մասին տվյալները։ Վարժանքի սցենարով նախքան հարձակումը հրետանային ստորաբաժանումներով եւ ավիացիոն միջոցներով հարվածներ են հասցվել հակառակորդի ռեզերվներին եւ կենթանի ուժին, ապահովելով ականապատ դաշտերով անցումների բացումը։ Զորավարժությունների ընթացքում ձեռնարկվել են գործողություններ ուղղաթիռով անձնակազմի տարհանման, հակառակորդի շարասյունը դարանակալելու եւ վնասազերծելու, հենակետեր գրավելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ այս մարտավարական զորավարժությունների նպատակն է եղել կատարելագործել հրամանատարների հմտությունները օպերատիվ որոշումներ կայացնելու գործում, համաձայն նոր օպերատիվ հայեցակարգի, որը մշակվել է հաշվի առնելով պատերազմի ժամանակակից մեթոդները։ Մայիսին արդեն Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ Դրանց ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները օպերատիվ իրադրության պայմաններում։ Այս զորավարժության նպատակը վտանգի դեպքում արագ արձագանքումն էր։ Իսկ արդեն այս օրերին Արցախի տարածքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը եւ Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը սկսել են համատեղ լայնածավալ զորավարժություններ։ Բրիգադի գեներալ, ցամաքային ուժերի գործողությունների փոխհրամանատար եւ համատեղ զորավարժությունների ղեկավար Վալի Մադանին ընդգծել է, որ համատեղ զորավարժությունը նշանակալի քայլ է ընդհանուր սահմանների երկայնքով անվտանգության ապահովման եւ հնարավոր սպառնալիքներին հակազդելու
ստանալու ուղղությամբ։ Զորավարժությունները սկսվել են մայիսի 18-ին եւ կշարունակվեն մինչեւ մայիսի 21-ը։ Թե կոնկրետ որ տեղանքում են անցկացվում վարժանքները, դեռ չի հաղորդվում։ Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ Իրանը եւ Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություն էին իրականացրել 2024 թվականի նոյեմբերին։ Դե իսկ այս տարվա ապրիլին Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության հետ էին համատեղ զորավարժություն անցկացրել։ Ադրբեջանը հատկապես եղբայրական Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների միջոցով հետևողականորեն ցուցադրում է հարվածային կարողությունները, ինչը ուղղակի ուղերձ է Հայաստանին։ Փորձենք հասկանալ ինչ նպատակներով։ Հաղորդակցային ճնշում Սյունիքի ուղղությամբ նպատակ ունենալով համոզել Երևանին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարին համաձայնել էքստերիտորիալ արտասահմանյան վերահսկողությամբ կարգավիճակով։ Վախի մթնոլորտի տարածում չզինվելու պահանջով Բաքուն տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում պնդում է, որ Հայաստանը չպետք է վերազինվի, որ դա սադրիչ է եւ որ այդպես պաշտոնական Երևանից ռևանշիստական խոսույթ է հնչում։ Այս երկակի մեսիջը «Զիջեք տարածք եւ թույլ եղեք» ռազմականորեն ծառայում է Բաքվի ապաշրջափակման մոդելի վերաշարադրմանը իր համար միակողմանի շահավետ ուղղությամբ։ Այս համատեքստում կարևոր է անդրադառնել նաեւ Իրանի գործոնին։ Իրանն ակնհայտորեն որոշել է այլևս չսահմանափակվել դիվանագիտական հայտարարություններով։ Վերջին շրջանում դիտվում է Թեհրանի ակտիվ ներգրավվածությունը միջնորդական գործընթացներում։ Թեհրանը փաստացի միջնորդի ձեռնոց է նետել։ Այսօր զորավարժությունները Հարավային Կովկասում ոչ միայն բանակային պատրաստության միջոց են, այլև քաղաքական մանևրային գործիք։ Ադրբեջանը դրանք օգտագործում է ուժի ցուցադրմամբ ճնշում գործադրելու Հայաստանի վրա, միջանցքի գաղափարը նորմալացնելու նպատակով զսպելու Հայաստանի ռազմավարական ինքնավարությունը։ Իրանն այս նոր շախմատային տախտակի վրա հանդես է գալիս որպես բազմակողմ հավասարակշռող ուժ, երբ Ռուսաստանն իրեն մասնակի դուրս է մղել որպես լիդեր։ Իսկ Վրաստանի դիվանագիտական անորոշությունն առավել եւս հաստատում է տարածաշրջանի ապագան որոշվում է նոր առանցքներով, ոչ թե հին կենտրոններով։ 2020 թվականից հետո Հարավային Կովկասում փոխվում է միջնորդական քարտեզը։ Եթե երկար տարիներ բանակցությունների կենտրոնում Մինսկի խումբն էր, Ֆրանսիա, ԱՄՆ եւ Ռուսաստանի եռյակով, ապա այժմ դիրքեր են փորձում ամրապնդել նոր ուժեր։ Իրանը փաստացի սկսել է հանդես գալ միջնորդության հնարավոր հավակնությամբ, փորձելով առաջ մղել սեփական օրակարգը եւ դիրքերը։ Իսկ ինչու Իրանը։ Իրանը ուղիղ սահմանի վրա է գտնվում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, ուստի իր համար կենսական նշանակություն ունի տարածաշրջանային կայունությունը։ Իրանը չունի անդամակցություն որևէ ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ, Եվրամիություն, ինչը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դրսից չկախված ինքնիշխան դիրք ունեցող միջնորդ։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցք գաղափարին կտրուկ դեմ է, եթե այն ենթադրում է էքստերիտորիալ կարգավիճակ կամ սահմանների փոփոխություն։ Սա հստակ համընկնում է Հայաստանի շահերի հետ եւ հակասում Թուրքիայի ու Ադրբեջանի մոդելին։ Իրանը պնդում է, որ Կովկասում կարգավորման հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների ներգրավմամբ, այլ ոչ թե արտաքին մեծ պետությունների միջոցով։ Այդ տեսանկյունից 3+3-ը դիտարկվում է որպես իր դիվանագիտական նախաձեռնության առանցք։ Իսկ ինչ կարող է անել Իրանը որպես միջնորդ։ Առաջարկել տարածաշրջանային երկխոսության հարթակ, որը չի ընկալվում որպես թելադրող։ Գործել որպես զսպող գործոն Ադրբեջան-Թուրքիա տանդեմի համար հստակ ազդակներով։ Օգնել կառուցել տրանսպորտային կապեր առանց սուվերենության խախտման։ Տնտեսական նախաձեռնություններով ամրապնդել ազդեցությունը, այդ թվում Պարսից ծոց, Սև ծով միջանցքի տեսլականով նոր ուղի առաջարկել։ Այսպիսով Իրանը, ի տարբերություն այլ ուժերի, Հարավային Կովկասում ունի բնիկ շահ, ոչ թե միայն քաղաքական։ Ներկայումս նա ոչ միայն դիտորդ է, այլև մեծ հավակնություն ունեցող ակտիվ խաղացող։ Եվ եթե Հայաստանը շարունակի Եվրոպամետ ուղին, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ կոշտ հռետորաբանությունը, ապա Իրանը կարող է վերածվել միակ հավասարակշռող միջնորդի, որը կընդունվի թե Երևանում, թե Բաքվում, թեկուզ տարբեր պատճառներով։